Մենք դեմ չենք խաղաղության, ինչպես փորձում է ներկայացնել ԿՊԱ-ական Գեբելսյան քարոզչությունը։ Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին եւ հենց այն պատճառով, որ ինքը ունակ չէ խաղաղություն հաստատել։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը այս խախուտ հրադադարը շարունակում են համարել խաղաղություն եւ մի բան էլ փորձում են բացատրել, թե ինչպես եկանք այս օրման։ Ինքն իրեն հարց է տալիս, ինչպես ու պատասխանում։ Զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների ու տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով։ Պարոն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, դուք ժողովրդին չբերեցիք ավետյաց երկիր, դուք բերեցիք ողբերգություն, Արցախի հանրապետության կորուստ, Հայաստանի երրորդ հանրապետության կորուստ, դուք Իվան Սուսանինն եք, այն տարբերությամբ, որ Իվան Սուսանինը կործանեց զավթիչների զորքին, դուք փորձում եք կործանել սեփական ժողովուրդը։ Ձելի հայրենակիցներ, Հայաստանի դեմ անհայտ երկրի կողմից անհայտը ճակերտների մեջ վարվող հիբրիդային պատերազմի դեմ բողոքող Նիկոլ Փաշինյանը այս տարի մարտի 11-ին Եվրախորհրդանում հայտարարում է. 91 թվականին Հայաստանն ու Ադրբեջանն անկախացել են այն օրը, երբ Ալմաթայի հռչակագրով արձանագրվեց Խորհրդային Միության գոյության ավարտը։ Հիմա ես չեմ ուզում անդրադառնալ պատմական ճշմարտություններին, որ սովետական միության ավարտը Ռուսաստանը, Բելարուսը եւ Ուկրաինան հայտարարել էին դեկտեմբերի 8-ին, որ ԽՍՀՄ ազգությունների պալատը սովետի կազմաքանդումն ավարտեց դեկտեմբերի 25-ին, դե հիմա մարդկա գիտելիք ունի, մարդկա չունի։